վարշապետի ելույթը նկատեց, որ Հայաստանի դատական համակարգը կաստայացված է, հիմա հաշվի առնելով այս մեր գործողությունները Ռոբերտ Քոչարյանի շուրջ, արդյոք այս գործընթացը լիարժեք բացահայտման ուղով կգնա ու արժանի այսպես պատիժը մենք կտեսնենք։ Առնվազն մեր ակնկալիքը դա է, բայց սրա հետ կապված հույսերն էլ այդքան բան չէ։ Բայց ես կարծում եմ նաև հանրային վերահսկողություն պետք է լինի դատական համակարգի նկատմամբ։ Ու ես կարծում եմ, որ հենց դուք լրագրողներդ պետք է լայնորեն լուսաբանեք դատական գործերը։ Իհարկե կա հստակ բան կա, ասենք ակնհայտորեն այո, ընդդիմությունը կոնկրետ տիրապետում է մեդիաների շատ հստակ քանակի, այո, հիմա փաստաբանների մեծ մասը ուղղակի երջանիկ ու ցոփուշվա այդ կյանքը ապրում են բանի բերումով, քանի որ այսքան պաշտպանյալ ունի, որոնք գերվճարունակ են, որոնք միլիոնատերեր են, դոլարային, նրանց նկատմամբ տարբեր գործեր կան, կոռուպցիոն տարբեր մեղադրանքներով, հա, իհարկե, այս ամեն ինչը նաև մեդիա ուղեկցություն ունի, իրականում թիրախավորվում են այն դատավորները, որոնք որ արդար վճիռներ են կայացնում եւ կոռուպցիոներներին օրինակ տարբեր պատիժներ են սահմանում, այնինչ պետք է թիրախավորվեին այն դատավորները, ովքեր ինչ-որ անհասկանալի պայմաններով, չգիտես ինչպես հարստացած մարդկանց բաց են թողնում, բայց ես կարծում եմ, որ իրականում արդար լրատվամիջոցները, օբյեկտիվ լրատվամիջոցները կարող են այս հարցին նաև իրենց մասնակցություն ունենալ ու հանրային վերահսկողությունը դատավորների նկատմամբ ես վստահ եմ, որ էլի որոշակի արդյունքի կբերի։ Ես հարցի տամ պարոն Ալեքսանյան։ Մի վարքյան։ Կամ քյոլանլու կամ գրիբայդը։ Չէ, նորմալ է։ Իզուր է գնացին։ Պարոն Ալեքսանյան, 9-րդ գումարման ազգային ժողովի 9-րդ գումարումը երբ որ մեկնարկեց, իշխանություն և ընդդիմություն կողմամատայնության եկան, բարեկրթություն սահմանելու վերաբերյալ և օրինակ Էդգար Ղազարյանի սրիկայաբար բառից հետո, երբ ազգային ժողովի ամբիոնից հնարատական տվեց ելույթի ժամանակ, ամբողջ ֆրակցիայով պահանջում եք ներողություն խնդրել, կամ էլ թե պատգամավորական մանդատը կայացնի։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից իշխ էր անվանում ամենայն հայոց կաթողիկոսին, արդյոք սա ձեր իսկ կողմից սահմանված բարեկրթության խախտում չէ, եւ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքի այսօրվա խոզարկության դեպքերին, ձեր գործընկերոջները մի քիչ առաջ այդ հարցը ուղղել Սիսան Գաբրիելյանին։ Եթե օրերից մի օր իշխանությունը փոխվի եւ դուք չլինեք իշխանության եւ իրավապահ մարմինները որոշեն, որ ձեր նկատմամբ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի եւ դուք եք ունենաք անչափահաս երեխաներ, ձեր քաղաքական գործընկերները ինչպես պետք է պահեն իրենց, ինչ գնահատական կտան, որ անչափահաս երեխաների ներկայությամբ եւ ոչ միայն գան օրինակ ձեզ տապալեն գետնին, հետո էլ ներկայացնեն։ Բայց տապալել են գետնին։ Երկրորդ նախագահի վերաբերյալ չկային այդ դրվագները, բայց օրինակ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ դրվագները Բայց նա էլ անչափահաս երեխաներ ուներ, բայց նա անչափահաս երեխաներ վստահեցրել են, որ այդ կադրերը չի հրապարակվելու, բայց իր մայրն է ներկա եղել եւ իրավապահներն էլ ասել են, որ այդ կադրերը չեն հրապարակելու։ Դուք ինչպեսի գնահատական, դուք կամ չէ ձեր գործընկերները ինչպես կվերաբերվեին այդ փաստին, շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նախ նորից եմ ասում, բոլորի երեխաներին Աստված պահի եւ ցանկացած երեխա անկախ իր ծնողների ով լինելուց արժանի է հոգացության եւ արժանի է առողջ ու երջանիկ մանկության, բայց սա դնենք մի կողմ։ Երբ որ ասում եք ձեր դեմ քրեական գործ հարուցվի, ինչի պետք է իմ դեմ քրեական գործ հարուցվի, ինձ կասեք։ Այսինքն ինչ գործով պետք է իմ դեմ քրեական գործ Չէ, դու չէ, բայց հիմա կոնկրետ օրինակ եք բերում հավասարության նշան, շատ լավ, հասկացա, թեկուզ եթեյով ինձ իմ ու Լևոն Քոչարյանի միջև հավասարության նշան եք դնում քրեական գործերի մասով, ինչն ինձ համար վիրավորական է։ Արժե համակարգային ծանր վիրավորանք է դա իմ համար, 1000 ներողություն, որովհետև կներեք, բայց ես դոլարային միլիոնատեր չեմ։ 1000 ներողություն։ Ես դոլարային միլիոնատեր չեմ։ Ներողություն եմ խնդրում հա ձեզնից, հարգելի գործընկերներ, ես դոլարային միլիոնատեր չեմ, որ ասում եք գա ձեր տուն, եթե գան իմ տուն, այդ նախ այդ տունը այդ ամբողջ հարգը չի, հետո էլ կամ այն 20 հեկտարանոց են, չգիտեմ ինչ ասաբնյակը չի, որ իրականում հա մի 3 վաշտ մարդ է պետք, որ այնտեղ այդ ամբողջը հսկողության տակ վերցնի, 1000 ներողություն, իմ տունը շատ համեստ տուն է, սովորական երևանյան տուն է, իմ տունը։ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասում էր կա իրավապահ մարմիններից մեկը նախկինում եղել է, որ ասել է իրավաբանության
իրականությունը մանիպուլյացիա է, եւ դուք ասեք ինչ գործ է պետք, դա կհնարվի, հիմա ինչ գործ ունենանք, ինչ ունենանք կհնարեն մի հոդված է ձեր վրա կարող է Չէ, դուք հիմա էլի բան եք անում, ժողովուրդ ջան, ասում եմ, մարդը պետական պաշտոնյա եղել է երկրի նախագահ։ Չգիտեմ, տենց այն հայտնի եղնիկներով սվիտրով եկել է Ղարաբաղից Հայաստան, դարել են դոլարային միլիոնատեր, 200 միլիոնի գույք ունեն, չգիտեմ ոնց։ Ասում եք հորինեն մի բան էլ ձեր վրա։ Եթե, այո, ճիշտ եք, իմ վրա եթե գործ հարուցելու լինեն, ինչ-որ մի օր ակնհայտորեն դա պետքա հորինեն։ Բայց այս մարդկանց վրա հորինելու բան չկա, հասկանում, պետք է այս մարդիկ ասում եղնիկներով սվիտրով եկել են, հիմա 200 միլիոն դոլար ունեն։ Ոնց։ Հա, պետք է խնդրեն, բայց չգիտեիք, որ պիտի ներողություն խնդրեն։ Պիտի ներողություն խնդրեն ու գլխելով գլուխները կախ այդ փողը բերեն տան Հայաստանի Հանրապետությանը։ Այդտենց պետք է անեն, բա հենց այդ է։ Բա այդ է իմաստը, այո, պետք է խնդրեն։ Հաստատ ցույց է, այսենց են ցույց տալի, էլի, որ տենց Play-City 50%-ը բերել նվիր, ինչ կա, որ նվիրել են հիմա։ Ոնց է, չէ, օրինակ ենթադրում եմ կանանց մարտի 8-ին ծաղկեփունջ են նվիրում, իրանց այդ Play-City-ի կեսն են նվիրել։ 8-3 հեկտարանոց հեկտարի վրա Երևան։ Ինչ է եղել որ։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, ուժեղ Հայաստան Հանրապետությունը վերադարձել է ազգային ժողով, ականատես եղանք, որ երեք լքեցին նիստերի կառույցն այն բանից հետո, երբ որ հերթական անգամ հանրապետության վարչապետ արտահայտեց, որ ինչ ներշնչան անում հասկանում։ Պարոն Ալեքսանյան, ձեր կարծիքով այս խմբակցությունը ազգային ժողովի ինչ օրակարգով նրանք հայտարարում են համենայնիվ խմբակցության շուրթերով, որ Կտրիչ Ներսիսյանն անհասկանում դից համար կարելի ծույցեր։ Ձեր տպավորությամբ իրենք եկել են այս քաղաքականություն, ես քաղաքականություն ընդդիմադիր խմբակցություն որպես բանեցնելու, թե կոնկրետ մեկ անձի շահերը պաշտպանելու նրա փաստաբաններով ստորագրություն։ Ակնհայտորեն այդ անձի պաշտպանությունն էլ նույնիսկ որպես այդպեսին ձևական բնույթ է կրում։ Ես հիշում եմ, որ քարոզարշավի շրջանում էր, որ մի հոդված տարածվեց, եթե չեմ սխալվում, միջազգային մամուլում, որը թարգմանել էին նաև մեր մոտ, ու այդ հոդվածի բովանդակությունը հետևյալն էր, որ եթե Սամվել Կարապետյանը ուզում է խուսափել Ամերիկայի պատժամիջոցների տակ ընկնելուց, ապա նա պետք է հանդես գա որպես եկեղեցու պաշտպան։ Թե չէ հազար ներողություն կաթոլիկ իմ տեղեկություններով կաթոլիկ Սամվել Կարապետյանը հայ առաքելական եկեղեցու հետ ինչ կապ ունի։ Հա, Տաշիրի մեր հայրենակիցների մեծ մասը հարգելի գործընկերներ դուք գիտեք, թե չէ կաթոլիկ են, ֆրանկ են, մեր քույրեր ու եղբայրներ կաթոլիկ են։ Հայ կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են, ինչը շատ նորմալ է, շատ տրամաբանական է եւ հայ կաթոլիկ եկեղեցին մեր մշակույթում եւ մեր հասարակությունում իր շատ կարեւոր տեղն ունի, ուստեղ ինչ որ նորություն չկա, էլ ինչ կապ ունի կներեք։ Ինչի մասին է խոսքը այստեղ։ Ինչի մասին է խոսքը։ Հա, Կտրիչ Ներսիսյանի հետ ինչ որ կապ գիտեմ, որ ունեն, բայց այդ կապն էլ եթե չէ, ինչքան գիտեմ, այդքան է հոգևորի հետ պետք է որ կապ չունենա, նորից եմ ասում, դավանաբանական տարբերություններից ելնելով։ Հայաստան դաշինքը, որը հետևել է ուժեղ Հայաստանի, երբ լքեց նիստերի դաշինքը, որը ժամանակ հետո վերադարձավ։ Դե Հայաստան դաշինքը առհասարակ մասամբ են Հայաստան դաշինքը առհասարակ ինքնության ճգնաժամի մեջ է։ Նրանք 8-րդ գումարման ժամանակ հանգիստ լսում էին, երբ մենք ասում էինք Կտրիչ Ներսիսյան, հիմա սկսել են թխկացնել, երբ որ ասում ենք Կտրիչ Ներսիսյան, բայց երբ որ ուժեղ Հայաստանը դահլիճում չում ենք ասում ենք Կտրիչ Ներսիսյան, այդ ժամանակ չեն թխկացնում։ Ակնհայտ կատարյալ ինքնության ճգնաժամի մեջ է Հայաստան դաշինքը եւ ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիոն գործերի հանգուցալուծումը կնպաստի նաեւ այդ ինքնության ճգնաժամի հանգուցալուծման եւ գուցե օրինակ Աննա Գրիգորյանը նորից դիմի քաղաքացիական պայմանագրի ցուցակ վերադառնալու համար, որտեղ թույլ տվեք կարծել, որ ծանրության կենտրոնը, որը ցկել է օրինակ Աննա Գրիգորյանին, քաղաքական իմաստով է իհարկե դեպի Ռոբերտ Քոչարյան, դա նաեւ այդ 200 միլիոնի ապօրինի գույքն է։